ի վերջո Հայաստանը պետք է իրեն մի հարցի պատասխան տա, ինչու է այդ աստիճան լպիրշացել Մարիա Զախարովան, որովհետև Մարիա Զախարովայի հիմնարկում լավ են հաշվարկել, թե ինչ պատկերացումներով է առաջնորդվում Հայաստանի իշխանությունը։ Ի վերջո մի ճշմարտություն կա, որ միայն տանձ խփելով լավ բռնցքամարտիկ չեն դառնում։ Լավ բռնցքամարտիկ դառնալու համար պետք է դուրս գալ ռինգ եւ այսպես ասած սփարինգ անցկացնել, մրցումների մասնակցել։ Սակայն 21 թվականին խորհրդարանական դասավորությունն այնպիսին էր, որ իշխանությունը տանձ էր խփում, որովհետև այդ ռուսական պրոքսիները, որոնք եկել նստել են խորհրդարանում, դրանք ուղղակի առաստաղից կախտված տանձ են։ Իհարկե այդ խփելը հեշտ է, տանձն էլ պատասխանելու ոչինչ չունի, բայց այդ տանձին խփելով բռնցքամարտիկ չեն դառնում, եղածն էլ, ինչպես ասում են, ֆորմայից է ընկնում։ Որպեսզի այդ տանձից հեռու մնան, այո, պետք է այդ ռուսական աղբից մաքրվի Հայաստանի քաղաքական դաշտը։ Ռուսները սարսափում են մոլդովական սցենարից եւ ամեն ինչ անում են, որ հայկական իշխանություններն էլ արդարանան, որ չէ, ոչ մի մոլդովական սցենար չենք անում։ Այո, անում ենք եւ պետք է անենք, եւ այո, պահանջում ենք, որպեսզի անենք այդ մոլդովական սցենարը, որովհետեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում Պուտինը չի կարող լինել սուբյեկտ, կարևոր չի ինչ կերպարանքով կամ քանի կերպարանքով, Պուտինը Հայաստանի քաղաքականության մեջ անելիք չունի, սա պետք է լինի այն հիմքը հետագա քայլերի, կուզեք անունը դրեք մոլդովական սցենար, հայկական սցենար, թե չգիտեմ ինչական սցենար, Հայաստանի քաղաքական դաշտը պետք է լինի մաքուր աղբից, ավգյան ախոռները պետք է մաքրվեն, համաձայն ես, միացիր մեզ։